Եվ Հայաստանի մասին ինչ գրեցին երրորդյա այցով ժամանած թուրք լրագրողները, որ եկել էին վարչապետի աշխատակազմի հրավերով, որ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական սահման հասան, պտույտներ կատարեցին Երևանում Հայաստանի Հանրապետության հերոս հարկատուի հաշվին։ Բոլորը ըստ էության միակարծիք են, որ հարաբերությունները պետք է վերականգնվի եւ պատճառ չկա այս իրավիճակի համար։ Բայց Հայաստանում հյուրընկալված բոլոր լրագրողները չեն անաչառության սկզբունքը պահել։ Ոմանց պարագայում ստացվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը փող է տվել, որ թուրքերը գան ու հենց Հայաստանի Հանրապետությունում ժխտեն հայոց ցեղասպանությունը։ Ermənistan 1915 Հայաստանը 1915 թվականի շրջապտույտում մնացած մի երկիր է։ Այս հուշահամալիրը, որ տեսնում եք, նրանց կարծիքով ցեղասպանության հուշահամալիր է, եւ Թուրքիան իհարկե այդ ցեղասպանությունը չի ճանաչում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը փող է տվել, որ թուրքերը գան ու հենց Հայաստանի Հանրապետությունում ընդգծեն Արարատը հայկական չէ։ Արարատը հայերի համար շատ կարևոր իմաստ ունի, օրինակ նրանց պետական զինանշանի վրա է պատկերված։ Փաշինյանն ասում է, ընկերներ, Արարատը մեր սահմաններում չէ, մեր սահմաններում չեղած բանն այդքան չպետք է երկրպագենք, այդ պատճառով է հրապարակում արել, մեկ այլ սար ցույց տալով ու ասելով, տեսեք, սա է մեր սահմաններում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը փող է տվել, որ թուրքերը գան ու հենց Հայաստանի Հանրապետությունում պնդեն։ Այսօրվա Թուրքիայի տարածքում պատմական Հայաստան մի փնտրեք։ Փաշինյանը 1915-ի օրակարգով մեջտեղ բերվող տարածքային պահանջներին եւս պատասխան տվեց։ Հայաստանի սահմանադրության տեքստում եղած պնդումներին դեմ դուրս եկավ։ Այնպես չէ, որ Հայաստանի վարչապետը հիմա թուրք լրագրողների սրտի հերոսն է։ CNN Թուրքի լրատվական բաժնի խմբագիր Իդրիս Արաքանին մեծ ռեպորտաժը սկսել եւ ավարտել է Ալիևի հայտնի Նոլդու Փաշինյան ծաղրական ֆրազով։ Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Գործ Արուկյանն ասել է. CNN Թուրքը YouTube-յան ալիքից հեռացրել է այս տեսանյութը։ Հայաստանում կան թուրքական մեդիայից գլուխ հանող մարդիկ, այն էլ պետական համակարգում աշխատող, որոնք կարող են CNN Թուրքին ստիպել ռեպորտաժը ջնջել YouTube-յան ալիքից, հպարտացել է վարչապետին կից ՊՕԱԿ-ի ղեկավարը։ Նրան արձագանքել է մեր գործընկեր Անի Ավետյանը։ Դա իհարկե կարող էր լինել այս ՊՕԱԿ-ի հաղթանակը, բայց ստացվում է Հայաստանի դեմ 26 րոպեանոց հակահայկական քարոզչությամբ տեսանյութից միայն Փաշինյանին ծաղրող ֆրազն են հեռացրել, այն էլ ոչ բոլոր մեդիա հարթակներում։ Իսկ պատասխանատվություն չպետք է կրի CNN Թուրքի լրատվական բաժնի խմբագիրը, ապա տեղեկատվություն տարածելու համար, թե Երևանը թուրքական քաղաք է։ Երևանի թուրքական անվանումը Էրիվան է, այն քաղաք է, որը փաստացի իր տեղն ունի թուրքական պատմության ու թուրքական կայսրության մեջ։ 1000 անգամ է Իրանը պաշտոնապես հիմնավորել։ Երևանի կապույտ մզկիթը իրանական է, նախ ադրբեջանցիներն էին փորձում իրենցով անել, հիմա էլ նրանց մեծ եղբայրը թուրքերն են այդ գործին լծվել։ Մեր հետևում Երևանում մնացած միակ մզկիթն է։ Այն կառուցվել է 1700-ականներին Էրիվանի խանությունում, Հուսեյն Ալի խանի իշխանության օրոք։ Այն ժամանակ ադրբեջանցի թուրքերը նույնպես այստեղ էին ապրում։ Թուրքական առաջատար լրատվամիջոցի խմբագիրը առիթը բաց չի թողնում հիշեցնելու, օրակարգում նաև փախստականների հարց կա։ Կարող են ժամանակին Երևանում ապրած ադրբեջանցի թուրքերը վերադառնալ։ Ադրբեջանը չի էլ հարցնում, պնդում է, պետք է վերադառնան։ Մեծ եղբայրը Թուրքիան կնիք է դնում Ադրբեջանի պահանջների վրա, հայտարարում, հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պարագայում։ Իմ կարծիքով Թուրքիային ավելի շատ ոչ թե հետաքրքրում է Հայաստանի շուկան, որտեղ իրենք էլ բազմաթիվ անգամ ասել են, որ դա շատ փոքր, շատ քիչ ծավալի շուկա է, այլ ավելի շատ հետաքրքրում է Հայաստանը որպես տարանցիկ կենտրոն։ Տարանցիկ տարածք, թե տարանցիկ երկիր։ Տարանցիկ երկիր։ Տարանցիկ են այդ մտքերը, որ երկիր են։ Չէ, իրենց համար միջայլոց ասեմ բան չի, որտեվ իրենք
իրենց համար պետության մեխանիզմը եթե կա, իմջայլոց դա կապ չունի մեծ թե փոքր պետության մասին է խոսքը։ Թուրքագետի համոզմամբ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում կարող է շահեկան վիճակում հայտնվել, տնտեսական էքսպանսիայի չընթարկվել, եթե կառավարությունը ճիշտ մեխանիզմներ մշակի։ Ըստ Նելի Մինասյանի, թուրք լրագրողների այցի լավն այն է, որ Թուրքիայում որոշակի քննարկումներ են սկսվել, Ադրբեջանի հարցը հանած չկա այլ պատճառ, որ չբացվի հայ-թուրքական սահմանը թեմայով։ Դեռ առնվազն 1.5 ամիս առաջ այդ մասին Ահմեդ Դավութօղլուն էր հայտարարել եւ անգամ իր X-ի բլոգում գրել էր, որ Հայաստանի հետ Թուրքիան պետք է արագ սահմանը բացի, այլևս որևէ տիպի խնդիր չկա, ինչքան ուշանում է արդեն ի վնաս ավելի շատ Թուրքիային է։ Իդեպ Հայաստանում թուրք լրագրողներին հաջողվել է լինել հայ-թուրքական սահմանին, տեսնել Մարգարայի անցակետը, որ Հայաստանի իշխանությունը փակ է պահում հայ լրագրողների համար։ Հայաստանը տեսել են հայ-թուրքական սահմանից մինչև հայ-ադրբեջանական սահման։ Ոմանք Թուրքիա վերադառնալուց հետո գրել են. Հայաստանը տնտեսական խիստ ծանր վիճակում է, զարգացման հեռանկարից շատ հեռու, միակ փրկությունը Թուրքիայի հետ սահմանի բացումն է։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։